Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, բարի շաբաթնորյա օր մեզ բոլորիս, մեր մոտ ժամը 12-ն է, ուղիղ կես օրը, մի հատ նայենք շուրջ բոլորը, ամպերը, երկինքը, տեսեք, ինչքան թուղբու սեռի ամպեր են հավաքվել, Սատոցիտիկների երգը խենթացնողը։ Սիրելի հետևորդներ ջան, շատ եք գրում փոշոտման մասին։ Այս եղանակին փոշոտում կլինի։ Փոշոտման համար արևա պետք, որ կայանա լիարժեք փոշոտում, սիրելի հետևորդներ ջան։ Մեր Ստեփանավանի բնությունը գեղեցիկ է, օդը մաքուր, երկինքը բարեխառը, բայց անտառներում դեռ եղևն ու փոշին չկա։ Հուսանք կլինի, այ որ մի 3-4 օր արև լինի, եղանակը արևային լինի, փոշոտումն էլ հաստատ կլինի։ Էնպես որ դեռ չունենք փոշոտում, հուսանք լինելու է։ Ըստ ժամանակացույցի այս օրերին ամենաընտիր ու իդեալական են, որ մտնում էր անտառ ու սենց փոշով թաթախված դուրս գալիս, ամենաիդեալական ժամանակը հենց այս օրերն էր, բայց ցավոք այս տարի դեռ չկա, ցուրտ է, քամի է, դրսում մնալու չի, եղանակը նվազել է, 10 աստիճան ու ավել, շատ ցրտել է։ Ու սիրելի հետևորդներ ջան, ինձ թվում է ես նորից ասեցի, որովհետև շատ եք ինձ հարցնում, ես էլ ուզեցի սիրով պատասխանեմ ձեզ, անգամ այսօր այնքան ցուրտ է, որ ինչ փոշոտման մասին կարա լինի խոսքը, ցուրտ է, եղանակը հեչ արևային չի։ Այսօր ըստ սովորության համաձայն պիտի Ալեքս ջան, քեֆի մեջ է Ալեքսը, դու ինչքան ուզում ես ասա։ Ըստ սովորության համաձայն, սիրելի հետևորդներ, երեկվա վլոգը այսօր պետք է տեղադրեի, էլի կտեղադրեմ, բայց այս տեսանյութից հետո, քանի որ ունեի մի քանի ինձ ուղղված հարցեր և մի հատ պարտավորություն, որի մասին պիտի բարձրաձայնեմ, որոշեցի այսենց կարճ ու կրճատ տեսանյութ անեմ, անայդ ինչպիսին է եղանակը ձեր մոտ, մանավանդ օրը շաբաթ կիրակի չէ, առավոտից երևի անթիվ անհամար նամակներ եմ ստանում, դե մարդիկ սովոր են, չէ, հանգստյան օրը լավ անցկացնել, երևի շատ մարդիկ էլ ուզեցել են գան, անտառներով պտտվեն գնան, ցրտոտա, լավ արև չի, սառնա, փոշոտման մասին էլ ասեցի սիրելի հետևորդներ ջան, հուսանք կլինի, բայց դա չի խանգարում, որ կային մեր ոլորաններով Վանաձորից դեպի Ստեփանավան, որ գալիս եք, այդ անկյունի այդ ոլորաններով, որ իջնեք, մի չնաշխարհիկ, մի գեղատեսիլ, մի յուրահատուկ տեսարան է բացվում ձեր առաջ, կանաչ դաշտերով, սաղարթախիտ անտառներով, որ տարվա բոլոր ժամանակաշրջանին էլ այդ տարածքը յուրովի գեղեցիկ է։ Ես այդ տարածքը շատ սիրում եմ, մեկ էլ աշնանը, յուրահատուկ գեղեցկություն ունեմ։ Այս խոսքից վրա փորձեց արև բացվի, բայց սև ու մութ ամպեր են կուտակվել, անձրևային լինելու եղանակը։ Այսքանը իմ հարցերի մասին, չմտածեք Սուրենյանի պարտավորությունը ես եմ ստանձնել, չէ, ուղղակի հարցեր շատ եղան առավոտից մեսենջերից, ես էլ որոշեցի ես վիդեո տարբերակով խոսեմ։ Հիմա անցնեմ իմ պարտավորության մասին զրուցելուն, սիրելի հետևորդներ ջան, օրեր առաջ ես մի կրճատ տեսանյութ նկարահանեցի,
Այսքան տարի ես օնլայն հարթակում եմ, ոչ մի անգամ նմանատիպ տեսանյութեր ես չեմ արել, չեմ նկարահանել, խուսափելով վերջ էլի ավելորդ թողու բոհերից, ես ինչքան ոնց կարողացել եմ, փորձել եմ օգտակար լինեմ իմ դիմացի մարդուն, առավել ևս երեխային, բայց այդ մի գրառումը սենց սիրտս քանդեց, տակնու վրա արավ, որովհետև ոնց են ասում, համ մորն ես ճանաչում, համ մանկությունից ես էլի ճանաչում, չէի կարա անտարբեր լինեի, Աստված վկա։ Իմ չափով առաջի անգամ եմ ես բարձրաձայնում, բայց եկեք բարձրաձայնեմ։ Իմ չափով ես օգնել եմ այդ երեխին, այն առումով նախ որ սենց մեծ հարթակում ասեցի, մեծը իմ համար ուրիշ հասկացություն է, բայց սենց աղմուկ աղաղակ մեծ ասելով այդ եմ հասկանում եմ, որ հուզվում եմ, չեմ կարող մտքերս շարադրեմ։ Այս վերջում հրավեր ենք ստացել, ինչ որ թե միտեղ գնալու, երբ որ հրավիրեցին Ալեքսիս ու ինձ իհարկե, ես իրանց կապերի մասին լավ գիտեի ու շատ խնդրեցի, ասի խնդրում եմ, ես իմ յութուբյան էջով եմ ասում, ձեզ եմ էլի խնդրում, գիտեմ, որ անհնար չի, ձեր մոտ ամեն անհնար հնարավոր է դառնեմ, օգնեք այդ երեխին, գումար հավաքենք, գենետիկ անալիզ է պետք անցնել ու անսպառ շարունակական թերապիաներ է պետք, շնորհակալ եմ այդ կազմակերպությանը ու ասեցի իր մամային, համարը փոխանցեցի, այսօր առավոտից կապ հաստատեցի, հասկացա, որ օգնել են, աջակցել են, կոպիտ ասած թղթերն ուզել են, եթե թղթերն ուզել են, գործի կեսի շատը եղել է, սիրելի հետևորդներ ջան։ Այդ իրիկունը չեմ ուզում լացեմ, պետք է ինձ հավաքեմ ու հանգիստ ասեմ։ Իրիկունից առաջ կներեք կոկորդս, ովքեր ինձ հետևում են, գիտեն, որ սենց եմ լինելու։ Երբ որ ես Դանիելի մասին փորձեցի տեսանյութ անեմ, կարող եմ ժամ ու կես հետո առաջին նամակն եկավ իմ մեսենջերին, Տիկինասի այցեր այդ նամակը, ինքն ասման այդ ջան, ես ստեից ոչինչ չեմ կարող անեմ, մի հատ քարտ ասա, աղջկաս ասեմ, իր հնարավորության չափով փոխանցի, Տիկինասիային բոլորս լավ գիտենք, Ֆրանսիայում ապրող վլոգեր, հավեսով, շախով, շուխով կնիկա իր համար, ասած մեր լոռեցիներին, լավ մարդ է ինքը շատ, լավ մարդու տեսակա շատ, պարզ անմիջական, հասարակ, գիտեք, սովորական, միևնույն ժամանակ շատ առաքինի, առաջին օգնությունը եղավ Տիկինասիայից, դրանից հետո շատ տատիկներից նամակ ստացա, հանձինս մեր բոլորիս կողմից շատ սիրված, Ռոզա տատիկից, ասմա բալա, թե մենք իրար հետ շփվում ենք էլի, ես դրա ձևերը չգիտեմ, ինքն իրանց լեզվով ասում, դու այդ քարտ նկարի գցի իմ վրա, որ գտնեմ ինչ-որ մեկին իմ սրտի չափով ինքդ հենց գրառում էր թողել, դրա համար եմ ասում, բայց անձնական էլ ենք խոսացել, իմ սրտի չափով ես էլ կփոխանցեմ, ես ոչ ասի Ռոզա տատ պետք չի, ոչ էլ ոչ մի բան, որովհետև եթե պետք չլներ չէի ասի, ելխի ասեմ պետք չի, եթե հարցը երեխինը, դրանից հետո այստեղ զանգ եկավ Ալեքսիս պարապմունքի ժամն էր, զանգի էի սպասելու, նոր ուղարկեմ, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, ինչից էինք խոսում, Ռոզա տատիկից, Ռոզա տատիկն ինքն էլ ասավ, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, դրանից հետո
էլի զանգեր, խոսակցություններ, գրառումներ եղել են շատ, ապրեք շատ, այն որ մարդիկ եղան, շատ մարդիկ եղան, որ իրանց աղոթքով միացան, մարդիկ այն ջերմ խոսքերով միացան, սիրելի հետևորդներ ջան, սա այսպես ասած պարտադրելու ոչինչ չկա, սա իմ սրտի ցանկությունն էր, ես երբ որ Դանիելի մամային ասի, ինքը զգացի էլի, որ զարմացավ, ասում այ քեզ բան, ասում եմ հա, հարցը եթե երեխեքին ա վերաբերվում ինձանից էլ ինչ ա գնում, ոչ մի բան, ես ինչքանով ոնց որ կարամ, այդքան չափով էլ, այդ հնարավորությունով էլ կարամ քեզ օգնեմ, որովհետև ճանաչում եմ իրան մանկությունից ու ցավոք սրտի տենում եք, ասենք, այսօր խաբեությունները շատ են, մի խոսքով չեմ ուզում ուրիշ ավելորդ բաներ խոսամ, իմ ռիսկը ոչ մի անգամ չի ներել, ես այսպիսի բաների մեջ մտնեմ, որովհետև ցավոք այն դարաշրջանում ենք ապրում, որ 2 կոպեկի խաթեր, վերջը, չմանրամասնեմ, չեմ ուզում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, շատ գրառումների միջից եղան մարդիկ, ովքեր ուզեցին իմ հետ կապ հաստատեն ու հաստատեցին։ Այսօր առավոտը ես արթնացել եմ, այն որ ասում ա շոկի մեջ ու շատ ուրախ ու շնորհակալ սրտով, սիրելի հետևորդներ ջան, որովհետև ինձ երեկ մեսենջերից գրում ա մի լավ աղջիկ, խնդրել են, որ ես իրանցից ոչ անուն, ոչ մի բան չբարձրացնեմ ու գրում ա Անահիտ ջան, ես այս ինչ մարդու աղջիկն եմ, ես էլ ասում եմ ուրախ եմ, շնորհակալություն, ինչում նախնդիրը, ասում ա մենք իմ մաման չունի ոչ Facebook, ոչ Instagram, ոչ մի բան չկա, ես էլ չէի տեսել, բայց իմ մաման ուզում ա, որ Դանիելին օգնած լինի, գտած Viber-ի համար, ժողովուրդ, չեմ ճանաչել ես այդ մարդուն, իր ակաունտը իմ գրառումների բաժնում ընդհանրապես չեմ տեսել, ոչ մի բան չեմ արել ու ստեղ են ասում Աստված ամենազոր, քեզ հուշում ա էլի անես, չանես, ինչ անես, ոնց անես, գտած Viber-ի համար, տվել եմ Viber-ի համար, անուն ազգանունս դե գիտեր, մարդը մի րոպե հասկանամ, մարդը այնքան ա ինձ վստահել, որ իմ անուն ազգանունով ուղարկել ա գումար, ակեք սենց անենք ու այսենց ցույց տամ, հա, իրա գրառումը, սիրելի հետևորդներ ջան, ու գրել ա Անահիտ ջան, գումարի կտրոնն ա դրել ու գրել Անահիտ ջան, սա իմ և քույրիկիս կողմից փոքրիկ Դանիելին, Աստված սպահապան և պաչիկներ Ալեքսին, պասպորտով կարող եք ստանալ որևէ բանկին ցույց տվեք այս կտրոնը, շնորհակալություն, ես ստեղ այս ձայնայիններով իրա հետ խոսում եմ, ասում եմ շնորհակալ եմ բան, ես պարտադիր անպայման տեսանյութ կանեմ, որ ձեր մեջ ոչ մի մութ բան չմնա, որ իմանաք էլի, ինչ ա կատարվում, ոնց ա կատարվում, ու ստեղ, սիրելի հետևորդներ ջան, տեսեք թե, մի րոպե, ես ուզում եմ պարտադիր, որ տենաք, ասում ենք զանգը,
ուստեղ հիմա կարդամ Որ ասում է աչքի տեսածից լավը չկա Անահիտ ջան մեծ սիրով բայց խնդրում եմ իմ անունը մի բարձրաձայնիր դու գիտես բավական է դուք կստանաք ու նշում է այսքան գումար ու վերջում քեզ բարիքուն եւ շնորհակալություն ինձ հասկանալու համար սիրելի հետևորդներ ինձ թվում է կհասկանաք չէ ինչի մասին է խոսքը այն որ թեկուզ մի մարդը 1000 դրամով էլ օգնի այդ երեխուն շնորհակալ ենք բոլորից բայց այն որ լրիվ մի հատ անծանոթ կին քույրիկներ հա Անահիտն է էլի իրանք ինձ գիտեն ես իրանք չէ Ստեղ ձայնային էլ ունենք էլի ուղարկած, ուղղակի ես չեմ ուզում միացնեմ, միգուցե մի անգամ եղել էր ձայնային էի միացրել, հետո ճիշտ չէր եղել, ինչևից է։ Այնքան եմ շնորհակալ, որ դուք ինձ վստահում եք այդ կարգի, Աստված այն որ առատապես օրհնի ձեզ, շնորհակալ եմ, որ կարողացել եմ ձեռք բերեմ ձեր վստահությունը, շնորհակալ եմ, որ կարողացել եմ ձեռք բերեմ ձեր բարիությունը, մոտեցման ձևը, շնորհակալ եմ կրկին ու կրկին անգամ վստահելու համար, իսկ այս քույրիկներից առաջ ինձ մի կին էլի գրեց, ես բացատրեցի, դա ինչ կա, ոնց անենք, ինչ անենք, անգամ եղավ, որ կինը իրանց հասցեն ուզեց, էլի չեմ ուզում անունը բարձրաձայնեմ, չեն ուզում, ես էլ հարգում եմ իրանց կարծիքը, իրանց որոշումը, ինձ ասեց, կտաս իրանց հասցեն, իհարկե ոնց կարամ չտամ, բայց Աստվածատիրոջ համաձայնությունից հետո զանգեցի, ասեցի ուզում են ձեր հասցեն, մի տեսակ բան եղավ էլի, ոնց որ թե խառնվեց, ասում խի, ասում եմ դե երևի կամ գումար են ուղարկում, խի պետք է ուզեն, կամ էլ կարող է մի նվեր, ինչ որ թե մի բան, մարդը տվեց ինձ իր հասցեն, ես գիտեի, բայց տան համարով, բանով, փողոցով, թեժ չգիտեի էլի, Հիմի ոնց որ մեր քաղաքում էլ շատ-շատերի տների տեղը գիտեմ, բայց համարով ու բանով չգիտեմ, ու սիրելի հետևորդներ ջան, ես նորից կապվեցի այդ կնոջ հետ, գրեցի, կինը նայեց, հասկացավ իրադրությունը ու ասում նա այդ մի հատ մեծ նեղություն եմ ուզում քեզ տամ, ասում եմ Աստված ջան, էլ ինչ պետք է անի, էլ ես ինչ դեմ անի, որ մի հատ նեղություն է համարում, Անահիտ ջան ասում է, որ շատ էս կոմ են կոմ չլնենք, կլինի, որ քու հասցեն ասես, ու էլի նորից ռուսը մի հատ լավ բառ ունի, ասում է я աշարաշենա, զարմանում եմ էլի, ասում եմ Աստված ջան, էլի հա մարդ եմ, սովորական մարդ եմ, դուս եմ եկել եթեր, փաստորեն կարողացել եմ ես այդքան մարդկանց վստահությունը ձեռք բերեմ, շնորհակալ եմ քեզ Տեր ջան, տվել եմ իմ հասցեն, հեռախոսի համարը, բայց վերջի պահին ոնց հասկացա ծանրոց չի լինելու, գումար է լինելու, ում սրտով ինչքան անցել է սիրելի հետևորդներ ջան, այստեղ մարդիկ չէին ուզում, որ ես ուզում էի ներկայացնեի, ասեի օրինակ, չգիտեմ, էս ինչանը, ով ապրում է, էս ինչ տեղում, այսպես, այնպես, բայց մարդիկ խնդրեցին, որ չասեմ իրանց անունը ու իրանք ինձ վստահում են, բայց դա այդպես չի լինելու, ես առայժմ անում եմ այս տարբերակը, համ էլ կրկին անգամ
հայտնելու իմ շնորհակալությունը հանդեպ ձեզ, որ ինձ այդքան վստահում եք, ժողովուրդ, ինչքան լավ բան է ձեռ մեկնելը, ինչքան լավ բան է օգնելը, հարեհասրնելը, ինձ թվում է դրանից լավ բան չկա։ Ու ապրեք, որ դուք կաք, ապրեք, միշտ սովորեն, չէ, որ ոնց ասում են, դե Ամերիկայի այնտեղ փողը շատ է, այն չկա նման բան, ամեն երկիր ունի իր դժվարությունը, ամեն մարդ ունի իր դժվարությունը։ Այդ մի կինը, որ էլի ուզեց իր անունը չտամ, ժողովուրդ, ինքն էլ ունի խնդիրներ, ինքն էլ ունի երեխա, ում խնամք է պահանջում, բայց մարդը իր չեղած կոպիտ ասած ձեռը ջեբն է տարել ու ուղարկել, որ օգնի Դանիելին, բա ոնց չգնահատենք, բա ոնց, կամ ես իմ համար քշերը 12-ներ նստած գրում են, ես էլ բնավորություն չունեմ, որ ասեմ սենց, նենց մարդ են, եթե ասել եմ գլուխս տակն եմ տվել, կոպիտ ասած, պիտի պատվով դուրս գամ ու ապրեք, որ եղավ նենց, որ կարողացա այդ երեխումար թեկուզ միջնորդի դերով մի օգտակար բան անել, ստացվեց ես միջնորդ ձեզանով, ես ուրախ եմ, որ ունեմ ձեր նման լավ մարդիկ, ես երեկ իրոք այն շոկի մեջ էի, որ մարդ էլի սենց մի րոպեում, մի 15 րոպե ա տևել մեր խոսակցությունը ու մարդը ասելա, որ ես այդ պուճուրին, բա ոնց չօգնես այդ պուճուրին, եթե ինքը 3 տարեկան է ու շատ բաների կարիք ունի, այնպես որ ապրեք, որ դուք այդքան լավն եք, ապրեք, որ վստահում եք, բայց չգիտեմ, անբացատրելի զգացողություն ա մոտս, ամեն ինչ ոնց որ սենց տակնու վրա եղավ էլի, առավոտը մամային եմ ասում եմ, ման պատկերացնում ես սենց, ու մաման էլ իրա երեխի մասին է էլի մտածում, ասում Աննա ջան, ով արել ա լավ արել, ինչ արել ա լավ արել, կնկարես ու նոր կտաս, բա իհարկե, թեպետ իրանք ինձ խստիվ արգելել են, խստիվ, այն որ այս է լսեն, պիտի ինձ նախատեն, բայց կյանքը ազնվությունից լավ բան, մեկ էլ բարիությունն ա, որ միշտ պետք է իրար կողքի քայլեն, սիրելի հետևորդներ ջան, ապրեք, Աստված փայներդ շատ անի, շատ գոհու շնորհակալ ենք, չգիտեմ, Դանիելի մայրիկը կուզի, ասի ինչ-որ մի բան, բայց ինչի չգիտեմ, ինձ թվում ա կուզի, կասի, պահը որ գա հասունանա, կանեմ նմանատիպ տարբերակով հոլովակ, որ ես իմ խղճի առաջ լրիվ մաքուր ունեմ, դա իմ համար մեկ կետն ա, իմ ապրելու իմ այս գործի մեջ։ Սիրում եմ ձեզ, գրկում բոլորիդ, վլոգից փոխարինեց այս տեսանյութը, բայց այն որ իրիկունը մինչև ժամը 3 իմ ուրախությունից, մեր խոսակցություն տևել ա 10 րոպե, բայց քանի ժամ ես այդ էմոցիաների մեջ էի, որ լրիվ մի կին չերեզանահիտ, կոպիտ ասած, տենց մի լավ բան անեմ, դրանից հետո 2 քույրիկներ, չերեզանահիտ, տենց, չգիտեմ, Աստված ջան, շնորհակալ եմ քեզ, ես անցնեմ իմ գործերին, լավ եղեք, միշտ բարության մեջ եղեք, առողջ ու երջանիկ եղեք, կյանքում ամենաթանկ բանը ամեն օր համոզվում եմ, որ դա առողջությունն է, գնացի